Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն Ինքներս էլ որ հոգու առաջին պտուղն ունենք Հռոմեացիս 8:23 Այստեղ հայտարարված է մեր ներկա ունեցվածքի մասին Հենց այս պահին մենք հոգու առաջին պտուղն ունենք Մենք ապաշխարություն ունենք, հավատքի կյանքի այդ առաջին գոհարը, հավատք, այդ անգին մարգարիտը, հույս, երկնային զմրուխտը և սեր, փառավոր սուտակը, մենք արդեն նոր արարածներ ենք Քրիստոս Հիսուսում, շնորհիվ Սուրբ Հոգի Աստծո կարող զորության ներգործության, սա կոչվում է առաջին պտուղ, քանի որ այն առաջինն է տեղի ունենում, ինչպես երերացնելու խուրձներ հունձքի առաջին պտուղը, Ղևտացիս 23:10-12 Այնպես էլ հոգևոր կյանքը և նրան զարդարող բոլոր շնորհքներն Աստծո հոգու առաջին գործերն են մեր հոգիներում, առաջին պտուղը բերքի գրավականն ու երաշխիքն էր, հենց որ իսրայելացին քաղում էր առաջին հասունացած հասկերը, նրա սիրտը թրթռում էր այն ուրախ սպասումից, որ շուտով սայլը ճռռալու էր խրձերի ծանրությունից, Ուրեմն եղբայրներ, երբ Աստված Սուրբ Հոգու միջոցով մեզ բաներ է տալիս, որոնք մաքուր են, սիրուն և բարեհամբավ, Փիլիպպեցիս 4:8 Դրանք մեզ համար կանխատեսում են գալիք փառքը, առաջին պտուղը միշտ սուրբ էր Տիրոջ համար և մեր բնությունն իր բոլոր հատկանիշներով սրբված է Աստծո համար, նոր կյանքը մեր սեփականը չէ, որ մենք դրա գերազանցությունը մեզ վերագրենք, այն Քրիստոսի պատկերն ու ստեղծագործությունն է և սահմանված է նրա փառքի համար, բայց առաջին պտուղը ամբողջ բերքը չէր և Սուրբ Հոգու գործը մեր մեջ ներկա ժամանակում դեռ ավարտուն չէ, կատարելությունը նոր է գալու, մենք չպետք է պարծենանք, որ արդեն հասել ենք, Փիլիպպեցիս 3:13 և համարենք, որ երերացնելու խուրձն է ամբողջ տարվա արդյունքը, մենք պետք է սոված և ծարավ լինենք արդարությանը, Մատթեոս 5:6 և հառաչենք կատարյալ փրկագնմանը սպասելով, թանկագին ընթերցող, այս երեկո լայն բացարա քո բերանը և Աստված կլցնի այն, Սաղմոս 81:10 Թող քո ներկա բարիքները սուրբ նախանձավորություն արթնացնեն քո մեջ, ավելի շատ շնորհք ստանալու, հառաչիր քո ներսում, որպեսզի ավելի բարձր աստիճանի սրբության հասնես և քո Տերը կպարգևի դա քեզ, քանի որ նա կարող է առատությամբ անել ամեն բաներից ավելի, որ խնդրում ենք և իմանում, Եփեսացիս 3:20